ովքեր ծնվել են սեպտեմբեր ամսին կոնկրետ, հա, սրանք բավականին տաղանդավոր մարդիկ են։ Սեպտեմբերի ծնված մարդիկ ամենակարևոր է ստեղ ձեր տաղանդը, ովքեր ծնվել են սեպտեմբեր ամսին, դուք պետք է այստեղ ամենակարևորը ձեր տաղանդն է, որ դուք պետք է այդ պոտենցիալը ձեր տաղանդը բացեք։ Գիտեք ինչ նա հետաքրքիր, որ ովքեր ծնվել են հենց սեպտեմբեր ամսին, հնարավոր է դուք հենց 5 տարեկանից էլ բացում եք, ցույց եք տալիս, հա, ձեր այդ տաղանդը, պոտենցիալը։ Իսկ եթե չի ստացվում, ինչ, կյանքի հանգամանքներում ձեզ մոտ ձեր այդ պոտենցիալը բացել, տաղանդը բացել, հնարավոր է այլ, հա, ասպարեզում դուք բացեք ձեր մեջ այդ ձեր տաղանդը ուրեմն 30, 40, հա, 50 այդ տարիքների։ Իսկ եթե դուք չբացեք ձեր այդ պոտենցիալը, դուք միշտ կցանկանաք իզոլացվել մարդկանցից։ Ինչի համար եմ սա ասում, որովհետև մարդ, ով չի եթե չեք ցանկանում դուք ձեր պոտենցիալը բացեք, հա, ձեր այդ տաղանդը բացեք, առաջ գնաք ձեր պրոֆեսիայում, այտենց մարդիկ դառնում են անհետաքրքիր իզգոյներ, հա, շրջապատի համար։ Ովքեր ծնվել են հոկտեմբեր ամսին, ինչպիսին եք դուք։ Նայեք, դուք ծնվել եք, որպիսի կարգի բերեք ձեր տոհմի ֆինանսական հարցերը, սիրելի ուրեմն հոկտեմբերի ծնվածներ, սա բավականին կարևոր է ձեզ համար, որպեսզի դուք այս մասին եւ ձեզ այստեղ պետքա ոչ թե դուք մենակ կարողանաք մեծ գումարներ տնտեսել, որոնք որ ձեզ գալիս են եւ այլը, չգիտեմ, կամ միգուցե ձեզ մնացել է ինչ որ գույք նվեր մեկից եւ այլը, հա։ Այստեղ նաեւ դուք պետք է կարողանաք ճիշտ հաշվարկել ձեր գումարները, հա, եւ օգնեք նաեւ ձեր հարազատներին։ Չի բացառվում, որ հնարավոր է նաև հոկտեմբերի ծնվածների մոտ կարող են լինել բավականին տարբեր տեսակի, հա, այդ հարցերում կոնֆլիկտներ, դուք պետք է կարողանաք այդ կոնֆլիկտները նախ հաղթել եւ լինեք բավականին պատասխանատու։ Չէր խանգարի նաև, եթե կոնֆլիկտ լինում է ձեր հարազատության մեջ կապված ֆինանսային կարիերայի թեմաներով, դուք պետք է կարողանաք այդ հարաբերությունները նրանց հետ կարգավորել։ Սա շատ կարևոր է այն մարդկանց համար, ովքեր ծնվել են, հա, ուրեմն հոկտեմբեր ամսին։ Դուք ամեն ինչ պետք է հաշվարկեք, ստապ մտածեք, հա, եւ գործեք։ Կոնֆլիկտները ձեզ համար չեն։ Եթե մտածում եք ինչ որ մեկին